Շարունակենք ընթերցել Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացու կոչում նծայության գիրքը, որը պատրաստություն է մկրտվողների համար։ Ուսուցում առաջին, լուսավորվողներ, ներածական արված Երուսաղեմում մկրտվելու եկած լուսավորվողներին և ընթերցում Եսայի մարգարեի գրքից լվացվեցեք, մաքրվեցեք իմ աչքի առաջ, ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից։ Եսայի 1:16 և շարունակությունը։ Առաջին, նոր կտակարանի աշակերտներ և Քրիստոսի խորհուրդների հաղորդակիցներ, այժմ իբրև հրավիրյալներ, իսկ քիչ հետո աստվածային շնորհի մասնակիցներ, նորոգեցեք ձեր սիրտը և նորոգեցեք ձեր հոգին, Եզեկիել 18:31, որպեսզի ուրախության առիթ դառնաք երկնայիններին, քանզի ինչպես ասված է ավետարանում, անգամ մեկ ապաշխարողի դեպքում ուրախություն է երկնքում, ուրեմն ինչքան առավել ուրախություն կլինի երկնքում, այսքան հոգիների փրկության պատճառով։ Այժմ, երբ արդեն բռնել եք ազնիվ և ճշմարիտ հավատի և պաշտամունքի ճանապարհը, մինչև վերջ երկյուղածությամբ ընթացեք բարեպաշտության այդ ճանապարհով։ Աստծո միածին Որդին կանգնած է ձեր կողքին, պատրաստ ձեզ փրկություն շնորհելու, ասելով. «Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ»։ Մատթեոս 11:28։ Ովքեր հագել եք մեղսալից կրքերի ծանր պատմուճանը և ճնշված եք ձեր մեղքերի շղթաներով, լսեք մարգարեի խոսքը, որ ասում է. «Լվացվեցեք, մաքրվեցեք, իմ աչքի առաջ ձեր չար գործերը թոթափեցեք ձեզնից»։ Եսայի 1:16, որպեսզի արժանի լինեք լսելու հրեշտակներին, որոնք կերքեն ձեզ համար. «Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին»։ Սաղմոս 31:1։ Ովքեր արդեն վառել եք ձեր հավատի ջահերը, դրանք անմար պահեք ձեր ձեռքերում, որպեսզի նա, ով ամենասուրբ Գողգոթայում ավազակի առաջ իր հավատի պատճառով բացեց դրախտի դուռը, մեզ շնորհի նաև հարսանեկան օրհներգի մեղեդին։ Երկրորդ, եթե այստեղ կա մեղքին ստրկացած որևէ մեկը, թող հավատքով լիովին պատրաստ լինի, որպեսզի որդեգրումը նրան շնորհի իրական ազատագրում և ամբողջական վերածնում, և դեն նետելով մեղքի վատագույն ստրկությունը և ձեռք բերելով Տիրոջ ամենաերանելի ծառայությունը, արժանի դառնա երկնային թագավորությունը ժառանգելու։ Զգեստի նման հանեք ձեր վրայից հին մարդուն, որ մաշվում է մեղքի խաբուսիկ ցանկություններից, որպեսզի հագնեք նոր մարդուն, որը շարունակ նորոգվում է իրեն արարողին կատարյալ ճանաչելով։ Հավատքով դուք ձեռք բերեք Սուրբ Հոգու երաշխիքը, որպեսզի ընդունելի լինեք հավիտենական վրաններում։ Եկեք ընդունելու խորհրդավոր դրոշմը, որպեսզի հեշտ ճանաչելի լինեք Տիրոջը։ Ընդգրկվեցեք սուրբ և բանական հոտում Քրիստոսի, ով ձեզ
կդնի իր աջ կողմը և ձեզ կդարձնի ձեզ համար սահմանված հավիտենական կյանքի ժառանգորդներ։ Իսկ նրանք, ովքեր դեռևս ծածկված են մեղքերի ծանր զգեստներով, կմնան նրա ձախ կողմում, քանի որ չեն արժանացել նրա շնորհին տրված Քրիստոսի միջոցով վերածնման լոգարանում։ Ասելով վերածնում, ես նկատի չունեմ մարմնավորը, այլ հոգևոր վերածնումը, քանզի մարմինները ծնվում են տեսանելի ծնողներից, մինչդեռ հոգիները վերածնվում են հավատի միջոցով։ Քանզի քամին ուր ուզում է փչում է, Հովհաննես 3:8։ Եվ այդ ժամանակ, եթե արժանի դարձած լինես, կլսես, ապրես բարի և հավատարիմ ծառա, Մատթեոս 25:21։ Եթե իրոք քո խղճի վրա ծանրացած չէ որևէ անմաքրություն, որն առաջացնում է կեղծավորությունը։ Երրորդ, եթե այստեղ գտնվողներից որևէ մեկը կարծում է, թե կարող է փորձել աստվածային շնորհը, խաբում է ինքն իրեն և չի գիտակցում շնորհի զորությունը։ Ով մարդ, առանց կեղծիքի պահիր քո հոգին, իմանալով, որ նրա առաջ ես, ով քննում է մեր սրտի խորհուրդները և ճանաչում է անգամ մեր ամենածածուկ ցանկությունները, ինչպես որ զորահավաք կատարողները զննում են զորակոչվողների տարիքը և մարմնի վիճակը, այդպես էլ Տերը հոգիների զորահավաք կատարելիս քննում է նախընտրանքը և երբ գտնում է, թե հոգու մեջ թաքնված է կեղծավորություն, մարդուն վտարում է որպես անպիտանի, բայց եթե նրան արժանի գտնի, նրան իսկույն շնորհք կպարգևի։ Սրբությունները նա չի տա շներին, այլ այնտեղ, ուր տեսնում է բարի ընտրություն, տալիս է փրկարար և հրաշալի կնիքը, որը ճանաչում են հրեշտակները և որից դողում են դևերը։ Ուստի և դևերը կփախչեն վազելով, իսկ հրեշտակները նրան կհսկեն որպես յուրայինի։ Ուստի նրանք, ովքեր ստանում են այդ հոգևոր և փրկարար կնիքը, պետք է ներդնեն իրենց ընտրանքը, քանզի ինչպես որ գրելու եղեգը և կամ նետասլաքը կարիք ունեն մարդկային գործակից ձեռքի, այդպես էլ շնորհքը հավատացյալների կարիքն ունի։ Չորրորդ, ուրեմն դու ստանում ես ոչ թե քայքայվող զենք, այլ հոգևոր, ուստի հաստատապես տնկվում ես մտովի դրախտում, ստանում ես նոր անուն, ինչը դու նախապես չունեիր, մինչև այդ ուսումնական էիր, այժմ կոչվում ես հավատացյալ, ուրեմն մտովին վերատնկվում ես ձիթենյաց անտառում և պատվաստվելով վայրի ձիթենուց դառնում ես բարեպտուղ ձիթենի, մեղքերից անցնում ես արդարության, եղծանումից մաքրության, դառնում ես հաղորդակից սրբազան այգուն։ Եթե շարունակես մնալ այդ այգում, դու կծաղկես բերքատու որդատնկի նման, իսկ եթե չմնաս այնտեղ, ապա կմատնվես կրակի և կմոխրանաս։ Ուրեմն տանք արժանի պտուղներ, մեզ հետ ևս Աստված մի արասցե, չլինի այն, ինչ անպտուղ թզենու հետ, և չլինի, թե մի օր Հիսուս գա
և մեզ անիծի անպտղության համար, այլ թող մեզ արժանի համարի ասելու, ինչպես Սաղմոսում, իսկ ես Աստծո տան ուժ պտղաբեր ձիթենուն նման եմ, հավիտյան և հավիտյանս հավիտենից, հույսս դրի Աստծո ողորմության վրա, Սաղմոս 61:10 Ձիթենի ոչ շոշափելի, այլ մտային, լուսակիր, Աստծո գործն է տնկելն ու ջրելը, իսկ քո գործը պտղաբերելը, Աստծո գործն է քեզ շնորհ պարգևելը, իսկ քո գործը այն ընդունելն ու պահելը, քեզ ձրի տրված լինելու պատճառով մի արհամարհիր շնորհը, այլ ստանալով երկյուղածությամբ պահիր այն։ 5. Այժմ խոստովանության ժամանակն է, խոստովանիր քո արարքները և քո ասացները, գիշերվա գործերդ և ցերեկվա գործերդ, խոստովանիր, քանի ժամանակը պատեհ է, և փրկության օրում ընդունիր երկնային գանձը, հաճախիր երդման արարողություններին, մի բացակայիր ուսուցումներից և հիշիր ասվածները, ասվում է ոչ միայն լսելու համար, այլև որպեսզի հավատի միջոցով հաստատես ասվածները, մարդկային բոլոր հոգսերը հեռացրու քեզանից, քանզի վազում ես հոգուտ փրկության համար, բոլորովին թող աշխարհի գործերը, փոքր են քո թողած գործերը, բայց մեծ են Տիրոջ պարգևածները, բաց թող առկա գործերդ և հավատա ապագայի գործերին, այսքան տարիներ իզուր ես վատնել աշխարհի գործերի համար, իսկ այժմ միթե չես կարող 40 օր զբաղվել հանուն քո հոգու փրկության, շտապեցեք և իմացեք, որ ես Աստվածն եմ, Սաղմոս 45:11 Ինչպես ասված է գրքում, հրաժարվիր ծույլ և չարախոս զրույցներից, մի չարախոսիր և չարախոսին հաճույքով մի լսիր, այլ լավ է, որ միշտ պատրաստ լինես աղոթելու, քո համար ջանքերով և փորձերով ցույց տուր քո հոգու հոժարությունը և զորությունը, մաքրիր քո հոգու անոթը, որպեսզի ավելի շատ և շուտ ընդունես շնորհը, քանզի մեղքերի թողությունը բոլորին տրված է հավասարապես, բայց Սուրբ Հոգու հաղորդությունը տրվում է յուրաքանչյուրին նրա հավատքի համեմատ, եթե քիչ խոնջես, քիչ էլ կստանաս, իսկ եթե շատ աշխատես, բարդքդ էլ շատ կլինի, դու վազում ես քո շահի համար, դու նայիր քո հոգու օգտին։ 6. Եթե որևէ բան ունես ուրիշի դեմ, մոռացիր այն, դու գալիս ես ստանալու քո մեղքերի թողությունը, անհրաժեշտ է, որ դու ևս ներես քո դեմ մեղանչածին, քանզի ինչ երեսով դու Տիրոջը կասես, թող ինձ իմ բազում մեղքերը, և դու քո ծառայքցի փոքր մեղքերն անգամ չես ներել, հավաքույթներում եղիր ուշադիր և ոչ միայն այժմ, երբ երեցների ներկայությունն իսկ պահանջում է քո ուշադրությունը, այլ նաև շնորհ ստանալուց հետո, քանզի ինչ երեսով դու Տիրոջը կասես, թող ինձ իմ բազում մեղքերը, երբ դու քո ծառայքցի փոքր մեղքերն անգամ
չես ներել։ Հավաքույթներում եղիր ուշադիր եւ ոչ միայն այժմ երեցների ներկայությունն իսկ պահանջում է քո ուշադրությունը, այլ նաեւ շնորհ ստանալուց հետո, քանզի միթե այն ստանալուց առաջ կատարվածը լավ է, իսկ ստանալուց հետո ոչ լավ։ Նկատի ունի շնորհ ստանալ եւ ստանալուց առաջ հետո նկատի ունի մինչեւ մկրտություն, այսինքն մինչեւ մկրտություն դու պիտի ուշադիր լինեիր, որ ստանայիր, բայց մկրտությունից հետո կարող ես ուշադիր չլինել, չի ասում, պիտի նորից շարունակես ուշադիր լինել, էդի նկատի ուներ։ Քանզի միթե այն ստանալուց առաջ կատարվածը լավ է, իսկ ստանալուց հետո ոչ լավ։ Եթե պիտանի է, որպես բերքատու ծառ պատվաստվելուց առաջ ջրվելը եւ մշակվելը, արդյոք առավել պիտանի չի լինի պատվաստվելուց հետո եւս նույնը կատարելը։ Պայքարիր հանուն քո հոգու փրկության, առավել եւս այս օրերին։ Սնիր քո հոգին սրբազան ընթերցումներով, քանզի Տերը քեզ համար պատրաստել է հոգևոր սեղան։ Դու եւս Սաղմոսերգուի նման ասա. Տերն է իմ հովիվը եւ ինձ ոչինչ չի պակասի, դալար վայրերում նա ինձ բնակեցրեց, հանգիստ ջրերի մոտ ինձ սնուցեց, նա կենդանացրեց ինձ։ Սաղմոս 22:1-3 համարներ։ Որպեսզի քեզ հետ զվարթանան նաեւ հրեշտակներն ու նա ինքը մեր մեծ քահանայապետ Հիսուսը, որ ընդունելով ձեր բարի ընտրությունը ձեզ բոլորիդ կհասցնի երկնային հորը եւ կասի նրան. հավասիկ ես եւ իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց։ Եսայի 8:18, Եբրայեցիս 2:13։ Թող պահի ձեզ բոլորիդ Աստված եւ ում դուք հաճոյացրիք ձեր կյանքով, նրան վայել է փառք, իշխանություն հավիտյանս հավիտենից, ամեն։ Սա առաջին ուսուցումներ, գիտեք, սկզբից ասեցինք, որ 18 ուսուցումներ կա, ուրեմն եւ լրացուցիչ 5 ուսուցումներ։ Ուրեմն այս ուսուցումը ուղղված էր լուսավորվողներին, այսինքն նրանց, ովքեր պատրաստվում են մկրտություն ընդունելով լուսավորվել։